բոլորս գիտենք, նախ ողջունում եմ բոլորիդ և աստվածտողից մեզ հետ լինի, բոլորս գիտենք, որ Խաչիկ Մանուկյանը ոչ միայն ներկայացնում է Էջմիածինը, հերոսի հայր է, լավ մարդ, այլ մեծ մտավորական, ցանկացած պայքար, նախ առաջ պայքար է ժամանակի համար, հետո դա որակների բախում է։ Ես այսօր այստեղ եմ, որովհետև 100%-ով համոզված եմ, որ ես եկել եմ Հայաստան ավելի որակյալ դարձնելու այս շրջանի աշխատանքներին ողջունելու համար։ Էջմիածինը սա միայն հոգևոր կենտրոն լինելով չէ, որ իսկապես որակ է ներկայացել։ Եկեք անաչար նայենք ընդամենը մեկ դար առաջ տեղի ունեցող իրադարձություններին։ Գլխավոր որակը դրսևորվեց Էջմիածնում։ Չլիներ երևի նախասահմանված Էջմիածնի համար նախասահմանված որակը, մենք պետականություն չէինք ունենա։ Հիշում եք 1918 թվականին, երբ մեր բազմաթիվ հերոսներ, լավ որդիչներ, նվիրյալներ ասում էին հեռանանք և կաթողիկոսներն առաջարկում էին տեղափոխել։ Պատկերացնում եք, դեռևս այն թվականներին Եղիցի լույս անունով պարբերակար էր լույս տեսնում և այդ երիտասարդների մեջ Խաչիկ Մանուկյանը։ Այս տարածաշրջանը ինձ համար անձամբ կարևոր է, ինչով ես արտաքսված էի, բռնի արտաքսված և չունեի քաղաքացիություն, բայց հենց այս տարածաշրջանում մարդիկ ամենայն վճռականությամբ, նույնիսկ քաղաքացիություն չունեցող մարդում նա դարձրին պատգամավոր, հետո 92%-ով զային տվեցին ու դրանով օգնեցին, որ ես վերադառնամ։ Wall Street Journal-ը, որ հայերի մասին շատ բան չի գրում ընդհանրապես, անդրադարձավ այդ հարցին։ Եվ ստորքում գտնվող մեր հայրենակիցներն ասում էին, այսքան տարի հետ աշխատում են, որ մի տող դրվի հայերի հարցերի մասին, Wall Street-ը չի տրվում։ Այս տարածաշրջանի բնակիչները իրենց գործ այն ժամանակ արեցին։ Ես, երբ խոսում էի որակի մասին, պատահական չէր։ Գիտեք, մարդը երբեմն իրենից դուրս է իր ստեղծագործություններով։ Մի անգամ Արցախում միջոցառում կազմեց, և ես ուզում եմ, որ Խաչիկ Մանուկյանը նույնպես մասնակցեցնի, թե երիտասարդ դրախտանոց չէր, երբ ասացի Խաչիկ Մանուկյանին էր տեղհատկացնել, ասում եմ, բայց ես իրեն չեմ տեղաշիմ, ասում եմ, գիտես, նրա բարձրում կմերն է բայհավ և ու շարունակեց արտասանել։ Այսինքն Խաչիկ Մանուկյանը իրանցից արդեն դուրս ազգային համագործակցության դրոսեղան։ Այդ լուրջ կառույցը, որի կազմում արդեն 10 քաղաքական ուժեր կան, 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ և բազմաթիվ հանրահայտ մարդիկ, մտավորականներ և ազգային գործիչներ։ Նրանք բոլորը միանձայն, առանց նույնիսկ մեկ առարկության ողջունեցին իմ այսօրվա այցելությունը, այս միջոցառմանը և ընդհանրապես Շիրանում Խաչիկ Մանուկյանի և նրա թիմակիցների պես ընտրելու հնարավորություն ունենալու առիթով մաղթում հաջողություններ և ասում, որքան էլ զբաղված կլինեն, եթե իմ անհրաժեշտությունը կզգացվի, պատրաստ եմ որպես շարքային զինվոր ծառայել Խաչիկ Մանուկյանի